Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավագելա իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր սովածոքին կերակրելու։ Ինչքան շատանա Աստծո խոսքը, այնքան կպակասի մեղքի կյանքը մեր մեջ։ Ինչքան շատ նվիրվենք սատանան հեռու կփախչի եւ շուտ կմկրտվենք, կզորանանք եւ Աստծո իրական բնույթը կկրենք։ Ամեն, քանի չենք հագե Քրիստոսին, հələ Ադամի բնույթն ենք կրում, բնությունը։ Երբ հագնում ենք Քրիստոսին, Ադամից իշկով վառվում է, մոխրանում է։ Մենք Աստծո լույսը կրողն ենք դառնում, լուսափայլ երես ենք ունենում եւ ամեն ատեն միմիայն Աստծո խոսքով ենք քայլում, մտածում, խոսում ու գործում։ Ամեն, սա են իսկական մկրտվածոցյալները։ Իսկ քանի դեռ մկրտված չենք, Ադամի բնությունը միշտ ժամանակ առ ժամանակ հաղթում է մեզի, ամեն։ Ոմանց մտքի մեղքի մեջ է գցում, ոմանց բարի մեղքի, ոմանց գործնական էսի ըստ հոգևոր հասակի, ոմանց վրա հարցակվում, չի կարում գցի, բայց վիավորում փախնում, ամեն։ Իսկ ադամական բնությունը երբ մոխրանում է լույսով պատվում ենք, այդ չար նետերը չեն կարողանում մեզի մոտիկանան։ Դրա համար ոչ թե մենք Պողոս առաքյալն ասում, ապա Քրիստոսն է քայլում, խոսում, գործում եւ բժշկում։ Ամեն։ Սրանք տարբեր օծություններ են, որոնց մասին շատ ենք խոսել։ Այսօրվա մեր սերտողության թեման է Եսայա 33 գլխից սկսած։ Եսայի 33 գլուխ։ Աստծոյ ժողովրդին հայտնում է, մարգարեն է հայտնում Եսայան։ Աստծոյ ժողովրդին հայտնում է, որ թշնամիները կկորչեն, մեղավորները կսարսափեն եւ հավատացյալները կուրախանան հազարամյակում, ամեն։ Վայ քեզ ով կործանող, էսի Իսրայելին հալածող մովաբացիներ, ասորեստանցիներ, բաբելացիներ կապ չունի, խորհուրդ է այսօր մեր օրերին, մեզի հալածող բոլոր ամբարիշտները ես պատիժը կրելու եմ, դու մի ցանկացի։ Դու ասա Տեր, ներակույրը չի հասկանում, ոմանք կպատժվեն, կապաշխարեն, ոմանք կպատժվեն, կմեռնեն, կգնան դժոխք, ամեն, բայց դու բոլորին լավը ցանկացի, իրականից քո սերը առ Աստված ցույց տալով, եթե սիրում ես Քրիստոսին, դու բոլոր քեզ հալածողներին պետք է լավը ցանկանաս, ասես Տեր, իրոք կույր են, հիվանդ են, դիվահար են, չեն հասկանում, իրանք դևին գործիք են, չեն կարա չար բան չանի, ամեն։ Ինչպես մենք Տիրոջը գործիք ենք, չեն կարա հայոյի, չեն կարա անիծի, չեն կարա Սուրբ Հոգուն հայոյի, ամեն, չի լինի մեր մեջ Սուրբ Հոգին է թագավորում, այտենց էլ իրանք չեն կարա չհայոյեն, ասուն էլ կհայոյեն, քեզ էլ կհայոյեն, քո ճամփեն էլ, քեզ էլ կծեծեն, կթքեն վրեդ, իրանք չեն կարա չանեն, հայ վադնենա որդոսպես բա ինչու է անում, բա դու ինչու չես շնանում, դե հարցիս պատասխանա, եթե այդ հարցիս պատասխանես, նաև կտաս դրա պատասխանը, թե ինքը չի կարում բարություն անի, ինչու է քեզ ատում, հասկացաք, երբ հասկանաս, թե դու ինչու չես կարում Հիսուսին հայոյես կամ շնանաս, կհասկանաս, թե նա ինչու չի կարում բարություն անի, ու դու պահանջում ես, ես էլ քեզանից պահանջում եմ խոսքի, կներեք, բայց ես բան չեմ պահանջի, շնացի դու չես ասի լավ չես դու, ոնց շնանամ, Տերը ինձ չի թող ես այդ բանն անեմ, բաննա ոնց լավություն անա, ոնց քեզ սիրա, լուսո զավակ, խավարի զավակը ոնց սիրա, որ գիշեր հրամանաստաց է քեզ խաչելու եւ ծեծելու, թքելու եւ արստահարելու, այ դուք մեջին չեք տեսնում, հենց ձեր աչքերը բացվավ, Հիսուսը Երուսաղեմ կմտնի, ինչպես իրեք ավետարաններին ուշադիր եղեք, կույրերի աչքերը բացում է, Երուսաղեմը մտնում։ Վայ քեզ ով կործանող, որ չկործանվեցար եւ ով հափշտակող, որ քեզ չհափշտակեցին, երբ որ վերջացնես կործանելը, ինչը որ հրաման ես ստացել, երբ որ վերջացնես կործանելը, պիտի կործանվիս, երբ որ դադարես հափշտակելուց, քեզ պիտի հափշտակեն, ինձ ցանիլեսին ես քաղելու, ով Տեր, մեզ ողորմիր, քեզ են կուսացել, էսի ասում է յուրաքանչյուր իսրայելացի, մեր օրերում յուրաքանչյուր հավատացյալ, ով Տեր մեզ ողորմիր, քեզ են կուսացել, նրանց բազուկը եղիր ամեն առավոտ, նաև մեր փրկությունը նեղության ժամանակին, աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները,
քու բարձանալուցը ծրվում են որ ազգերը հեթանոս հալածող ազգերը որ Տերը ուզա մի վարքյանում մեզի հալածողներին կդարձնի դիակ Սենեքերիմի զորքի պես հեսա շուտով մոտիկանում ենք Սենեքերիմի պատմությանը մի գիշերվա մեջ քո հալածողը կարա մեռնի բայց որ մեռնի դու մնացիր մեղքի մեջ եթե ոսկրիչը դու մեռնի դու չես զուլվի էլ ամեն դրա համար Տերը պիտի նրան զորացնա նրա սիրտը փոխա ինչպես եգիպտացիներին փոխեց որ քեզ շատ հալածեն ամեն 4-րդ խոսք Սա խոսում է հազարամյա թագավորության մասին 4-րդ խոսքից մինչև 6-ի վերջը 6-րդ խոսք հազարամյա թագավորություն Եվ ձեր ավարը պիտի շողվի ինչպես թրթուրն է ժողվում Եվ մարախի ոստնելու պես ոստոստալու են նրա վրա Տերը բարձրացած է որովհետև բարձումն է բնակվում նա լեցրել է Սիոնը իրավունքով եւ արդարությունով հազարամյակում Եվ քո ժամանակների հաստատությունը կլինի փրկության առատություն իմաստություն եւ գիտություն Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը հազարամյակում յուրաքանչյուր ապրողի գանձը Տիրոջ վախն է Նա հիմա էլ եթե քո ամենաթանկագին գանձը լինի Տիրոջ երկյուղը դու մեղք չես գործի ամեն Ահա նրանց քաջազունները աղաղակում են դրսումը խաղաղության դեսպանները լաց են լինում դառնապես ամայացել են ճանապարհները դադարել է ճանապարհորդը ուխտը քանդել է քաղաքները անարգվել մարդիս բանի տեղ չեն համարում Տրտմաստը խրած է երկիրը, ամաչած է Լիբանանը, թորոմած, Սարոնը անապատի պես է եղել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ են լինում, սա Իսրայելն է վերաբերվում, որ Իսրայելը պատժվում է իր մեղքերի և հանցանքների պատճառով 7-ից մինչև 9-ի վերջ։ 10-րդ խոսք 10-ից մինչև 12-ը շարունակում Իսրայելի պատժի մասին խոսել։ 10-րդ խոսք Հիմա վեր եմ կենալու, ասում է Տերը, հիմա բարձրանալու եմ, ելնում է, որ պատիժը տա բարկությունը թափի, հիմա վեր եմ բարձրանալու, հարդով եք հղացել, մղեղ եք ծնելու, ինձ ցանել եք են եք քանդելու, սրբություն ցանիք, օրդություն կգար, մեղք եք ցանել, պատիժն է գալու, հարդով եք հղացել, մղեղ եք ծնելու, ձեր շունչը կրակ է դառնալու, որ ձեզ ուտե Եվ ժողովուրդները կիր այրելու պես պիտի դառնան, նրանք կտրված փուշերի պես կրակով պիտի այրվին։ 13-րդ խոսք Ով հեռավորներ, լսեցեք ինչ որ արել եմ, իմացեք ով մոտավորներ, իմ զորությունը, Սիոնումը վախենում են մեղավորները, Սիոնիշնա, Երուսաղեմը, Եսի կրոնի մեջ մեղավորներ լիքը կան ու նրանք վախենում են, իրանք գիտեն, որ իրանց պատիժը անխուսափելի է ու շուտով գալու է, բայց ճշմարիտ եկեղեցում վախկոտներ չկան, 90% անվախ են ամեն, որտեղ նրանք Տիրոջը սիրում են ամեն բանից առավել։ Ով հեռավորներ, լսեցեք ինչ որ արել եմ, իմացեք ով մոտավորներ իմ զորությունը։ Սիոնումը վախենում են մեղավորները, դող է բռնել կեղծավորներին, տեսնում եք, եսի աղանդավորների մասին է խոսում, եսասեր Իսրայելի, հեսորա եսասեր քրիստոնյաների վարքագիծն է, դող է բռնել կեղծավորներին, թե մեզանից ով է կարող է բնակվել լափող կրակում, մեր Աստվածը այրող կրակա, չէ լափող կրակա, մեղավորը չի կարա, մեղք ունեցողը չի կարա անդեմ մտնի Տիրոջ ներկայության մեջ, իրանք գիտեն, մեր Աստվածը մաշող, լափող կրակա, ինչու է ասում մաշող, մեղքն ու մեղավորին մաշող բնաջնջող կրակա, իսկ Մովսեսի նման արդար սրբերին օրհնող, զորացնող, պահպանող կրակա, ամեն, դրա համար սրանք ասում են, մեզից ով կարա այդ մաշող, լափող կրակների կրակը պարունակող Աստծո ներկայության մեջ բնակվի, որ մենք մեղքը չենք թողում, բայց դու ընդ կգնաք, որ բնակվելուց էլ խոսում եք։ Աստված գալիս է սրբերին երկինք տանի, ոչ թե մեղքի մեջ թավալվող, միայն անունով հավատացյալներին, որ անունով կենդանի են գործերով մեռած դիակ, ինչպես Սարդիկեի եկեղեցու վարքագիծներ։ Սիոնում վախենում են,
մեղավորները, դող է բռնել կեղծավորներին, թե մեզանից ով է կարող բնակվել լափող կրակումը, մեզանից ով է կարող բնակվել հավիտենական բոցերում, արդարությամբ վարվողը, ահա Սուրբ Օգու պատասխանը Եսայու բերանից, ով կրոնավորներ, հարց են տալում, ով կարա բնակվի էլի այդ բոցերի մեջ, 15 խոսքից, արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, սրանք են բնակվելու, մի քննեք դուք ձեզի ժողովուրդ, մենք քննենք, չասենք եսի մենակ աղանդավորներին ա վերաբերում, քննենք մենք տենց ենք, մենք կարանք բնակվենք, թե այս սուտի հավատացյալների մեջ նման մենք կմտածենք Քանան ենք գնում, բայց Քանանից կզրկվենք։ Ուրեմն ով կարող է բնակվել այդ Աստծո ներկայության մեջ, արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, ինչ հարց են տալիս կեղծավոր չես պատասխանում, դուր գա դիմացինին, թե չգա ուղիղն ես խոսում, բայց ինչքան հնարավոր է աղով համովցած թորինի քո պատասխանը, արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, անիրավության մեղքի շահը մերժողը, որ փող են տալիս, որ ծուր դատանես, անիրավության շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տվողը, այրունահեղության խոսքեր լսելուց իր ականջը խփողը, որ ասում են գնանք արմեղ այրուն թափենք, ասում ես ետիս գնա իմ ականջները փագա հեռու ինձանից, այրունահեղության խոսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարություն տեսնելուց իր աչքերը խփողը, չար բանը, անրակությունը, պղտությունը աչքերդ փագա ու գնա, նա բարձրերում պիտի բնակվե, այսի ձեր անալիզը, քննեք սիրելի քրիստոնյաներ, նորից եմ կարդում, արդարությամբ վարվողը եւ ուղղություն խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տվողը, այրունահեղության խոսքեր լսելուց իր ականջը խփողը եւ չարություն տեսնելուց իր աչքերը խփողը, շատ պարզ անալիզ անում, նա բարձրերում պիտի բնակվի, բարձյալ Աստծո մոտ լափող մաշող կրակ եղող Հիսուս Քրիստոսի մոտ կբնակվի, նա բարձրերում պիտի բնակվի, նրա բերդը վեմի ամրությունն է, հասկանում ես, դա շատ ամուր է, քամիներ կգան, կբախվեն, հազարները նրան դեմ դուրս կգան, բայց պարտված կփախնեն սենեքերի մի պես շուտով, որ կկարդանք, նրա բերդը վեմի ամրությունն ունի, նրա հացը տրվում է, հասկանում ես, Աստվածը այդ հոգով կառավարվող սրբին պահում, օրհնում իր մարմնավոր ու հոգևոր կարիքները, նրա բերդը վեմի ամրություն ունի, ալելույա, նրա հացը տրվում է, նրա ջուրերը ապահով են, նա ոչ մի բանի կարիք չունի երկրի վրա, քո աչքերը տեսնելու են թագավորին, ալելույա, քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, իշ թագավորնով է Հիսուս Քրիստոս, քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, տեսնելու են լայնությունների երկիրը, նոր երկինք, նոր երկրի մասին է խոսում, այդ տեսակ սուրբ մարդն է տեսնելուն, դե անմաքրություն, կեղտոտություն, ստություն, գողություն, գործողն ու սիրողը չի մտնելու, փառավորվի Քրիստոսը, քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, տեսնելու են լայնությունների երկիրը, նոր երկիրը, քո սիրտը վախերի վրա է մտածելու, թե ուր է դպիրը, ուր է կշռողը, ուր է աշտանակներ համրող, էսի դպիրը կեղծ փարիսեցիներ, կշռողը, որ գալիս հալածում էին, հավաքում էին, ոսկի արծաթ, ծնունդ քաշում տանում էին, ուր է աշտարակները համրող, էսի հեթանոս ազգերին նկատի ունեին, որ հալածում էին, այն խիստ ժողովրդին, այդ հալածող չար ազգերին, կեղծ կրոնավորներին, ընդե չես տեսնելու, այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին, որ անծանոթ եւ անհասկանալի շրթունք ուներ, ով էր դա հեթանոսը, որ գալիս հալածում եւ ստրուկ էր սարքում, հարստարում էր, կշռում, քաշում էր ոսկին արծաթ, տանում էր Բաբիլոն, այդ նկատ ունի, այն ժողովրդին, որ անծանոթ եւ անհասկանալի շրթունք ուներ, որ թոթովախոս եւ
անիմանալու լեզու ուներ։ Ամեն։ Այդ ժողովրդին մենք չենք տեսնելու։ Նայիր Սիոնին, գնաց հազարամյակ, 20-ից մինչև 24-ի վերջը հազարամյա թագավորություն է խոսում։ Նայիր Սիոնին, այն տոնախմբության քաղաքին, քո աչքերը սրբին ա վերաբերում, հոգով կառավարվող սրբերին, քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը իբրև ապահով, բնակարան, անսասան վրան, ալելույա, որի ցիցերը հավիտյան չեն շարժվել, էլ չկա անդուն շարժվել, եւ որի ամեն չվանները չեն կտրվիլ ու տեղափոխվի այստեղից ուրիշ տեղ, այլ Տերը փառավոր պիտի լինի այնտեղ մեզ համար սրբերի, լայնատարած գետերի, վտակների տեղը, ուր որ չի գնալ թիակարշ նավը, եւ այնտեղով մեծ նավ չի անցկենալ, որովհետև մեր դատավորը Տերն է հազարամյակում, մեր դատավորը Տերն է, մեր օրեսդիրը Տերն է, մեր թագավորը Տերն է, նա է մեր ազատողը։ 23 խոսքելի հազարամյակ է խոսում։ Քո ճվանները թուլացել են, իրենց կայմի խարիսխը պինդ չբռնեցին, առագաստը չբացին, այն ժամանակ մեծ ավար բաժանվեցավ, էսի նախքան հազարամյակի մասին է պատմում, մի մոմենտ հիշում է նախքին այդ նեղի կյանքը Իսրայելի։ Այն ժամանակ մեծ ավար բաժանվեցավ, մինչև անգամ կաղերն էլ կողոպտեցին, կողերն էլ էին թալանում, բայց հազարամյակում, եւ այնտեղի հազարամյակի բնակիչը, եւ այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ, այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, նրա անօրինեությունը թողված է, ալելույա, նույնը ճշմարիտ սուրբ եկեղեցու բնակիչը չի հասուն լեցուն քրիստոնյան, չի կարա ասի, թե ես տկար եմ, ով ասում է ես տկար եմ, ասում է ես դիվահար եմ, ես դիվահարված եմ, ես հիվանդ եմ, ամեն, իսկ հիվանդը դիվահարն է, իսկ դևերը հազարամյակում իշխանություն չունեն, կապված են, նույնը ճշմարիտ սուրբ եկեղեցու դեմը խորտակված են, Պետրոս քո վրա կիմնեմ իմ եկեղեցին, դու վեմ ես, դժողքի դռներից դուրս եկած ոչ մի դևի ոգի իշխանություն չի ունենա, թե մեղքաբեր դևը, թե հիվանդաբեր դևը, նորից կարդամ այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ, ալելույա, այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, նրա անօրինեությունը թողված է։ Տեսեք Սաղմոս 103:2-3 ինչ ասում, կներեմ մեղքերդ, կբուժեմ ցավերդ, նույնը առաջի Պետրոս 2:24-ը, որ դու անոր խոցերով արդեն բժշկված ես։ Տեսակ, որ սա վերաբերվում է համ հազարամյակին, համ էլ նոր ճշմարիտ սուրբ եկեղեցուն, որ երկրի վրա Սուրբ Հոգին հիմներ է թե առաջի դարում եւ թե տարբեր դարաշրջանում, որտեղ մեղքն ու աշխարհը տեղ չունեն, որ եկեղեցին սուրբ է, ընդեի ժողովուրդ հոգով, մարմնով առողջ պիտի լա, թե գլուխները, թե յուրաքանչյուր հասուն ու միջահասակ հոգիները։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 33-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ Եսայա 34-րդ գլուխ։ Աստծոյ պատիժները իր ժողովրդի թշնամիների, մանավանդ Եդոմի վրա։ Եդոմը Եսավն է, Եսավի սերունդը, որը եղբայր էր համարվում Հակոբին։ Այսօրվա կեղծ քրիստոնյա աղանդավորներն են, որ նույն պատիժն են կրելու, հələ կարամ ասեմ ավելի մեծ պատիժներ են ստանում։ Այն ծառան, որ Տիրոջ կամքը գիտի ու չի կատարում, ավելի դաժան ծեծա ուտելու, Ղուկաս ավետարանն գրված։ 34-րդ գլուխ։ Մոտեցեք ով ազգեր, որ լսեք, ուրեմն դուք կարաք գրեք 1-ից մինչև 6-ը գրեք մեծ նեղություն։ Բոլոր ազգերի պատիժը էդի մեծ նեղության մեջն է, որը Երեմիա 25-րդ գլխի ասո բարկության բաժակի խմելն է։ Մոտեցեք ով ազգեր, որ լսեք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնեք։ Լսիրով երկիր եւ նրա լրությունը, ով աշխարհ եւ նրա վրա բոլոր ծնվողները, որովհետև Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա է։ Տեսակ ասո բարկության բաժակի մասին է խոսում։ Որովհետև Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա է, որտեղ բոլոր ազգերի պատժից է խոսում,
դա մեծ նեղությունն է, ամեն, 1-6 գրեք մեծ նեղություն։ Ընդուց հետո գնում է արդեն Եդովմի պատիժը, Եդովմի կործանման մասին մարգարեություն, որտեղ Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա է եւ սրտմտությունը նրանց բոլոր զորքերի վրա։ Նա նրանց նզովել է, սպանման է մատնել, Հայտնություն 19:19-21-ում ասում է բոլորին բնաջնջեց Հիսուս Քրիստոսը իր բերանից ելած սրովը, ամեն, վկայությունը տանում է Հայտնություն 19:19-21, նա նրանց նզովել է, սպանման է մատնել, եւ նրանց սպանվածները դեն են գցվում, այդ գլխի մեջ 19-ում գրված է, որ երկնքի թռչուններն էլ դրան ու կենթանիները, գազանները դրանց մարմիններից կշտացան, ամեն։ Նա նրանց նզովել է, սպանման է մատնել, եւ նրանց սպանվածները դեն են գցվում, եւ նրանց դիակներիցը գարշահոտություն է բարձրանում, եւ սարերը հալվում են նրանց այրունիցը, սարերը լողում են, էլի, Հայտնություն 14:20, հնձանը հիշում եք, որ կող կրտեց եւ այրունը գնում էր մինչեւ ձիերի սանձերն էր հասել, լրիվ վկայություններով է տեղատանում, ամեն, եւ սարերը հալվում են նրանց այրունիցը, հալվելով, պատկերացրեք, որ արյունը հոսում է սարերի վրայից, թվում է, թե սարը հալվում է, բայց այդ զոհվածների այրուններն են հոսում, եւ սարերը հալվում են նրանց այրունիցը, եւ հալվելու են երկնքի բոլոր զորքերը։ Էսի արդեն դևերի վայրենքնելու մասին է, եւ պիտի գալարվի երկինքը մագաղաթի պես, եւ նրա բոլոր զորքերը պիտի վայրենկնեն, Հայտնություն 12, հիշեք, Միքայելը, որ պատերազմում է դևերի հետ, գրեք վկայությունը, 6:13 Հայտնություն, 8:10 եւ 9:1 այդ զորքերի մասին է խոսում, հալվելու ստե նշան դրեք ու գրեք, թափվելու են երկիր, հալվելու են երկնքի եւ հալվելու են երկնքի զորքերը եւ պիտի գալարվի երկինքը մագաղաթի պես եւ նրա բոլոր զորքերը պիտի վայր ընկնեն, ինչպես որ տերևը թափվում է որդից, ամեն տերևաթափը, այդպես թափելու են դևերը երկիր ու վերջում էլ շղթայակապ են լինելու դժոխքում, ամեն, եւ վերջում ամենավերջում գնալու են հազարամյակի վերջում կրակի լիճ, ամեն։ Եվ ինչպես որ թզենին տերևաթափ է լինում, որովհետև իմ սուրը արփել է երկնքումը, ահա նա իջնում է Եդովմի վրա եւ իմ նզոված ժողովրդի վրա դատաստանի համար։ Ստից գնում ենք արդեն Եդովմի կործանման մասին է խոսում։ Եվ Տիրոջ սուրը լիքն է այրունով, յուղոտված է ճարպով, գառների եւ նոխազների այրունով, տեսեք գրեք 5:5-ից 6-ի սկզբից մինչև վերջ Եդովմի կործանման մասին մարգարեություն, նու 6-ից գրեք, 5:5-ից եմ նշել, որտեվ Եդովմի մասին խոսում է 5:5-ից, 5:5-ից մինչև այս գլխի վերջը խոսում է Եդովմի պատժի եւ կործանման մասին մարգարեություն։ Ահա նա իջնում է Եդովմի վրա եւ իմ նզոված ժողովրդի վրա դատաստանի համար։ Տիրոջ սուրը լիքն է արյունով, բնաջնջելու է, այրունը թափելու։ Յուղոտված է ճարպով, գերերի ճարպով յուղոտվում է Տիրոջ բարկության սուրը։ Գառների ու նոխազների այրունով, խոյերի երիկամունքների ճարպովը, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսորայումը եւ մեծ մորթվածք Եդովմի երկրումը, տեսակ, քանի տեղ շեշտում է, դուք կարաք գծեք Եդոմ, որ իմանաք իրոք ինչ որ ասել եմ գրեք, դաստուկված ճշտված ամեն, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսորայումը, էլի Եդովմի քաղաքներից է, եւ մեծ մորթվածք Եդովմի երկրումը, եւ նրանց հետ պիտի իջնեն գոմեշները, ստեղ կռապաշտ ազգերը նկատի ունի, գիրացած այդ ֆիզիկապես հաղթանդամ մարդկանցն է համեմատում գոմեշների հետ, անասուններով օրինակաբերում մարդկանց, եւ նրանց հետ պիտի իջնեն գոմեշները եւ զվարակները ցուլերի հետ, բոլորը դրանք են, կերած խմած պղծված ժողովուրդը,
Եվ նրանց երկիրը պիտի արփենա հարփի այրունով, եւ նրանց հողը ճարպով պարարտանա։ Էդի մարդկանց այրունն ու ճարպը պիտի թափվի հողերի վրա, որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի վեճի համար, Սիոնին կատարած հանցանքի համար պիտի պատժվի Եդոմը, եւ նրանց գետերը պիտի ձութի փոխվի եւ նրա հողը ծծմբի անեսքի պատճառով, եւ նրա լրիվ Եդովմին ա վերաբերվում, եւ նրա երկիրը վառված ձութի պես պիտի լինի, գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, ձութը որ կպտում է տարի ամիսներով վառվում է, եւ գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, հավիտյան պիտի վեր ելնե նրա ծուխը Եդովմի, եւ դարեց դար ավերակ պիտի մնա, հավիտյանս հավիտենից նրանով անցնող պիտի չլինի, եւ նրան պիտի հավալուսները ու ոզդիները ժառանգեն, պատկերացնում եք ամմայի է դառնալու, ոզդիների չագալների բնակարան, եւ նրան հավալուսները ու ոզդիները պիտի ժառանգեն, եւ քաջահավը ու ագրավը պիտի բնակվեն նրանում, Եդոմում, եւ նրա վրա պիտի քաշվի դատարկության լարը եւ ունայնության քարը, նրա ազնվականներին թագավորության պիտի կանչեն, որ թագավոր էլի դնեն, բայց այնտեղ մեկ ազնվական չի լինելու, բայց այնտեղ մեկն էլ պիտի չգտնվի, եւ նրա բոլոր իշխանները պիտի ոչնչանան, աղքատանալու են եւ սովի մատնվեն։ Տեսեք, նույնը հեսօրա կրոնավորներն են, որ Տիրոջ առաջ ծուռն են քայլում, սովի են մատնվում ու հարստահարվում են։ Նրա պալատների վրա պիտի բուսնին փուշեր եւ եղինչ ու ցախ նրա պարիսպների վրա, եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գավիթ, այդ օրտնված երկիրը մեղքի պատճառով, որ արավ Իսրայելին, եւ վայրի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդը մյուսին պիտի պատահե, եւ գիշերային ճիվաղները այնտեղ Եդոմում պիտի հանգստանան եւ այնտեղ իրենց համար հանգիստ պիտի գտնեն։ Այնտեղ բույն պիտի շինեն նետ օծը, տեսեք օծի կարիճների, ոզնիների եւ չագալների բնակարան պիտի դառնա։ Այնտեղ բույն պիտի շինեն նետ օծը եւ ձու ածե եւ ճուտեր հանե, տեսեք Սատանան օծևիր խորհուրդ ունի, սատանայի չէ, որտեղ ամայի է, որտեղ մահեր կան, ինքն դենա բնակվում, ամեն։ Այնտեղ 15 խոսքից, այնտեղ բույն պիտի շինեն նետ օծը եւ ձու ածե եւ ճուտեր հանե եւ իր հովանումը պիտի խնամե, էլի աճեցնի, բազմացնի։ Նաեւ այնտեղ պիտի հավաքվեն ուրուրները, ամեն մեկը իր ընկերի հետ։ Որոնեցեք Տիրոջ գրքումը եւ կարդացեք, ինչ որ ասում է, դա պետք է կատարվի։ Սրանցից մեկ հատը չի պակասի, էլի որ չկատարվի։ Մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինի։ Այդ ինչ որ ասել եմ, իսկ դու կբնակվի, ինձ դու կբնակվի, բոլորը կատարվելու են, որտեվ նրա բերանն է հրամայելում, Աստծո բերանն է խոսե, մարգարեի ձեռքով Աստված է խոսե, որտեղ նրա բերանն է հրամայել, ոնց կարա չկատարվի։ Եվ նրա հոգին ինքն է ժողվելու նրանց, եւ ինքը ստիպելու է, որ այդ գազանները, այդ օծերը կան եւ բնակվեն այդտեղ, ամեն որ իր խոսքը կատարվի։ Եվ նա ինքը նրանց վրա վիճակ է գցել, եւ նրա ձեռքը, Աստծո ձեռքը, նրանց բաժանել է լարով։ Հավիտենական ավիտյան պիտի ժառանգեն նրան, դարեզդար պիտի բնակվեն նրանում։ Մի խոսքով ինչ որ ասել է Տերը Եդոմի համար, Եսայիա մարգարեի միջոցով, թեկուզ տարիներ անցնի, պիտի կատարվի, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայիա մարգարեության 34-րդ գլուխի սերտողությունը, ամեն։ Եսայիա 35-րդ գլուխ, ասեմ ձեզի, որ Եսայիա 35-րդ գլուխը ամբողջությամբ լիովին հազարամյա թագավորություն է խոսում, ամեն, կարամ նորից հիշեցնեմ գլուխը,
35-ը, 11-ը, 12-ը, 54-ը, 60-ը, 62-ը, 65-ը, բոլորը ամբողջական, կա 1-2 բառով մեծ նեղություն գնա վերջը, բայց մեծամասամբ խոսում է հազարամյա թագավորություն։ Ես ինչ եմ ասում, որ այս գլուխները արդեն դուք հանդիպեք էլ հարցեր չեք ունենա, դիք իմանաք, որ լրիվ հազարամյա կա։ Նույնը 35-րդ գլուխը։ Նեղություններ կրելուց հետո Աստծոյ ժողովուրդը փառավոր վիճակ կունենա։ Ամեն։ Էդի լրի պարծս մեծ նեղություն, հազարամյա թագավորություն։ Անապատն ու չոր երկիրը կուրախանան, հազարամյակում բուրաստան կդառնան, եւ կցնծայ ամային ու կծաղկի Շուշանի պես, կծաղկի եւ կցնծա ցնծալով եւ բարձրաձայն երգելով։ Լիբանանի փառքը նրան կտրվի, ում Իսրայելին հազարամյակում։ Լիբանանի փառքը նրան կտրվի, Կարմեղոսի եւ Սարոնի վայելչությունը։ Նրան կտեսնեն Տիրոջ փառքը իսրայելացիները եւ բոլոր փրկվածները։ Նրան կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծոյ վայելչությունը։ Երրորդ խոսք։ Ստեղ մեկ երկու խոսքում պատմում է, որ մեծ նեղության մեջ թուլացած հազիվաս փրկվածները կուժովանան, կզորանան եւ փառք կտան Տիրոջը, որտեվ հազիվաս, ասում է, եթե այդ օրերը չկարճացվեին, հնարավոր է ոչ ոք չփրկվեր, ամեն, ուրեմն իշքան անհուսայել է վիճակ ու միանգամից որ Տերը գալիս է իշքան են ուրախանում։ Սրա մասին է խոսում 3-ից 4-ի վերջը։ Ուժովացրեք թուլացած ձեռքերը եւ դողդոջուն ծունկերը զորացրեք։ Ասեցեք թուլասիրտներին, ուժովացեք, մի վախենակ, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժառնելու, Աստծոյ հատուցումով է գալիս, նա Աստված եւ նա ձեզ փրկելու է։ Տեսակ էդի հենց մեծ նեղության մեջ եղածներին հույս տվող մարգարեական խոսքը, ամեն։ Ու նորից հազարամյակ, նորից կարդամ 3-ից ու շարունակեմ։ Ուժովացրեք թուլացած ձեռքերը եւ դողդոջուն ծունկերը զորացրեք։ Սա մեզ էլ է վերաբերվում, որ եկեղեցու մեջին տկարներին էլ ուժովացնենք, ասենք համբերա էսա հազարամյակը սկսվում է։ Նույնը մեծ նեղության մեջ մնացողները մեկը մեկին պետք է հույս տան, որ Տերը գալու է, ամեն։ Արդեն 100% գիտեն, քանի օրից է գալու։ Հիմա մենք չգիտենք, քանի ամսից կգա, բայց մոտ է, բայց ընդ հաշվարկով չոտքի մաքուր կիմանան երբ է գալու Տերը, հելավ։ Ըստ մարգարեությունների հաշվարկների։ Ուժովացրեք թուլացած ձեռքերը եւ դողդոջուն ծունկերը զորացրեք։ Ասեցեք թուլասիրտներին, ուժովացեք, մի վախենակ, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստծոյ հատուցումովն է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։ Այն ժամանակ բացվելու են քույրերի աչքերը հազարամյակ։ Մինչև վերջ հազարամյակի վիճակն է պատմում, որ մեզի գրավի, որ ամեն բան թողենք ու ներս մտնենք։ Այն ժամանակ բացվելու են քույրերի աչքերը եւ խուլերի ակաժները պիտի բացվին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը վազելու է էլի, լոք է տալու կաղը եղջերուի պես, պատկերացնում եք թոփալ այդ կաղ, որ չէր կարում քայլեր, եղջերուի պես վազի։ Եվ այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես եւ համրի լեզուն օրհներգելու է ումը Տիրոջը, որովհետև այդ լեզուն տվել էր, նա Տիրոջը չէր օրհներգում ժամանակին։ Հիմա բացում է, որ օրհներգի Տիրոջը, ինչը Տերը տվել է, պետք է իրեն տաս։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես եւ համրի լեզուն օրհներգելու է Տիրոջը։ Չկա, բայց էդիա։ Որովհետև անապատումը ջուրեր են բխելու եւ ամայի տեղերում արուներ, պատկերացեք անապատ չի լինելու, անապատը բուրաստան պետք է դառնա, անապատը անեծքի արդյունքը, որովհետև անապատումը ջուրեր են բխելու եւ ամայի տեղերում արուներ, եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխվի եւ ծարավոտը ջրի աղբյուրների, հալելույա։ Նույնը մեր սրտերն էին անապատ ու բուրաստան դարձրեց Տերը։ Չագալի բնակած բնակարանում խոտ է բուսնում, եղեք եւ կնյուն, եւ այնտեղ պողոտա եւ
ճանապարհ է լինելու, այդ այնտեղը գրեք Երուսաղեմում։ Եվ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու եւ նրան սուրբ ճանապարհ են ասելու, այդից մենակ սուրբերն են քայլելու։ Եւ նրան սուրբ ճանապարհ են ասելու։ Նրա վրա պիղծը պիտի չհասնի։ Նրանցն է, այդ Աստվածը նրանցն է, Իսրայելացին բանին այդ ժողովրդին է պատկանում, հասկանում եք, Երուսաղեմում բնակվող սրբերին, Աստված իրաց մեջ է, սրբերը Աստծու կողքին են, ամեն, նրա վրա պիղծը պիտի չհասնի, նրանցն է, Աստված նրանցն է, Երուսաղեմցիներինն է եւ բոլոր փրկվածներին, ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորվի, էլի ինչքան էլ տկար լինեն, չեն մոլորվի, որովհետեւ բոլոր տարածքներում սրբությունն է թագավորում, ամեն, այնտեղ այդ սուրբ պողոտայի վրա եւ նաեւ ամենուր եկել հազարամյակի ժամանակ այնտեղ արյուծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գնալ նրա վրա այդ պողոտայի վրայով ամեն Երուսաղեմի մեջ եթե կանել արյուծները գառնուկի նման պետք է խոտ ուտեն ամեն Երուսաղեմում արածեն բայց ասում է չի լինել այդ սուրբ պողոտան Աստված պահապանելու է, որ սուրբ մարդիկ քայլեն, երևի գնան Երուսաղեմ, երկրպագեն ու փառավորեն Տիրոջը եւ ետ գան։ Այնտեղ արյուծ չի լինիլ եւ գիշատից գազան չի գալ նրա վրա եւ այնտեղ չի գտնվիլ եւ փրկվածները ման կգան այդ պողոտայի վրեն չէ տաճար գնալու ետ գալի փրկվածների ուրախությունն իշտա գնան ասում երկրպագեն փառավորեն որ ու ետ գան ու գան իր աստների մեջ ասում ասին խոսեն որ արժանացրեց այդ հազարամյա կյանքը վայելելուն եւ հավիտենություն մտնելուն դու հասկանում եք ինչ ուրախ ենք լինելու որ տեսնենք մարդիկ դժոխքում ոնց են տառապում 1000 տարի եւ հավիտյանս հավիտենից դժոխքը ընկնում է կրակի եւ ծծումբի վառված լճի մեջ դժոխքի տառապանքներին մի անում է այդ կրակի լճի տառապանքները դաժան է ժողովուրդ չենք պատկերացնում լուրջ չենք պատկերացնում թե երկինքը թե դժոխքն ու կրակի լիճը եւ Տիրոջ փրկվածները ետ պիտի դառնան եւ գան Սիհոն բարձրաձայն երգերով եւ նրանց գլխին հավիտենական ուրախություն ցնծում են բերկրանքից ուրախանում ու լացում են շատերը ուրախության ու ցնծությանն են հասնելու նրանք եւ տրտմությունն ու հեծությունը փախչելու է նրանցից ամեն ընդ չի լինելու տրտմություն նեղություն ցավ հիվանդություն նոր ընթերցեցինք այնտեղի ժողովուրդը չի ասելու թե ես տկար եմ թե ես դիվահար եմ ով ասում է տկար եմ ասում է ես դիվահար եմ որտեվ նրանց մեղքերը թողված պիտի լա ամեն Այսքանով ավարտեցինք Եսայի 35-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ ամեն